Որ բնագավառներում են ամենաշատը խախտվում մարդու իրավունքները եւ որ բնագավառներում այդ երևույթն ավելի պակաս է հանդիպում։ Առհասարակ մարդու իրավունքները մեր երկրում տարեցտարի դառնում են ավելի պաշտպանված։ Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է ու եւս մեկ առիթ անդրադառնալու ոլորտում ձեռքբերումներին ու բացթողումներին։ Մի Անահիտ Մանասյանն ասում է, որոշ ուղղություններով առաջընթաց ունենք, որոշ դեպքերում հաջողությունների հասնել դեռ չի հաջողվել։ Միևնույն ժամանակ ընդգծում է իրավունքների խախտումները տարբեր առանձնահատկություններով հանդերձ տարածված են գրեթե բոլոր հասարակություններում։ Այսօր էլ մեր խորհրդանշական օրվա շրջանակներում մենք խոսում ենք իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտի մասին եւ բնականաբար սա այն ոլորտներից է, որտեղ մենք ունենք շատ խորը կարծրացած պատկերացումներ տարբեր երևույթների առնչությամբ եւ արդյունքում գրեթե ամենօրյա ռեժիմով այս ոլորտի հետ կապված մենք խախտումներ արձանագրում ենք ընդ որում գրեթե բոլոր խմբերին վերաբերելի։ Մանասյանը կարևորում է քրեական վարույթների շրջանակներում իրավունքների երաշխիքները, ինչի բացակայության մասին մեծաքանակ բողոքներ է ստանում։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելը նույնպես շարունակում է լայն տարածում ունենալ։ Չնայած այս հնարավորությունը չարաշահելու մասին նաև ՄԻՊ-ն է բազմիցս հայտարարել։ Նա արձանագրում է իրավիճակը չի շտկվել, նշանակում է բավարար քայլեր չեն արվել։ ՄԻՊ աշխատակազմին շատ են դիմում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ, սոցիալական այս կամ այն ծրագրերը բարելավելու անհրաժեշտության մասին, ազատազրկման վայրերում եւ հոգեբուժական հաստատություններում իրավունքների խախտումների մասին դիմումները նույնպես շատ են։ Մի շարք ոլորտներ կան, որտեղ երաշխիքները գնալով ավելի են շատացել տարիների ընթացքում, օրինակ նույն իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտում միանշանակ իրավիճակը շատ ավելի լավարկված է հիմա, քան նախկինում էր, բայց կան մի շարք ոլորտներ, որտեղ կամ խնդրահարույց իրավիճակը պահպանվում է, կամ շատ դեպքերում նաեւ ինչ որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում մեզ համար ավելի տեսանելի է դառնում, որովհետեւ օրինակ խնդիրներ կային, որոնք նախկինում էլ անընդհատ պատահում էին, բայց դրանց մասին մենք շատ քիչ տեղեկատվություն էինք ստանում։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ անցկացվեց միջազգային համաժողով։ Էթիկական չափորոշիչները իրավահավասարության եւ իր հակախտրականության երաշխավորման ոլորտում խորագրով։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը բացման խոսքում շեշտեց. Հայաստանն անկախությունից ի վեր ընտրել է մարդու իրավունքները պաշտպանելու ուղին։ Ուրախ եմ արձանագրել, որ այսօր իրավունքահեն մոտեցումներն ու օրենքի գերակայությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների ծավալուն օրակարգի հիմք են եւ ոլորտային քաղաքականության առաջնայնությունը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը միավորված ազգերի կազմակերպության փարիզյան սկզբունքների չափանիշներով տարիներ շարունակ արժանանում է ամենաբարձր A կարգավիճակին, ինչը մեր պետության ժողովրդավարության անշեղ ուղու վկայությունն է։ Մարդկային արժանապատվություն, ազատություններ, հավասարություն, ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը կառուցվում է այս հիմնական արժեքների վրա, ընդգծեց ազգային ժողովի նախագահը։ Վերջնանպատակն է Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն, երբեք ու որևէ պարագայում կասկածի տակ չդրվելու երաշխիքով։ Ազգային ժողովը, որպես ժողովրդավարական պետության բարձրագույն օրենսդիր մարմին, կարևոր առաքելություն ունի մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Մենք շարունակում ենք հետևականորեն կատարելագործել մարդու իրավունքների ոլորտին առնչվող օրենսդրությունը։ Բացի այդ, պարտավոր ենք երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացի անկախ առանձնահատկություններից հնարավորություն ունենա լիարժեք օգտվելու իր իրավունքներից եւ ազատություններից։ Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսն արձանագրեց. մարդու իրավունքները դարձել են Եվրոպական միության ԴՆԹ-ի մաս։ Մարդու իրավունքները վերացական սկզբունքներ չեն։ Մարդիկ ապավինում են դրանց արժանապատիվ ապրելու համար։ Այսօր, երբ մենք խոսում ենք Եվրամիության եւ Հայաստանի ընդհանուր արժեքների մասին, կասկած չկա, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը դրանց անբաժան մասն է։ Հետևաբար զարմանալի չէ, որ Եվրամիություն-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգում, որը անցյալ շաբաթ Բրյուսելում ստորագրեցին արտաքին գործերի նախարար Միրզոյանը եւ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, առաջնահերթությունների շարքում ներառված է հստակ պարտավորություն շարունակել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, իրազեկության բարձրացման, ինչպես նաեւ վերապատրաստման հարցում։ Անվտանգ զգալու համար կարևոր պայմաններ են հուսալի տեղեկատվության հնարավորությունը, արդարադատություն ստանալը, երբ դրա կարիքը կա, կյանքը կառուցելու համար հավասար հնարավորությունները, միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի արձանագրումն է։ Եթե այս հիմունքները թուլանում են, առաջինը տուժում են խոցելի խմբերը։
Էթիկական չափանիշների պահպանումը կարևոր է մարդու իրավունքների ոչ միայն սկզբունքորեն ճանաչման, այլև ամենօրյա որոշումների կայացման, կառավարման և հանրային ծառայությունների մեջ ներդրման ապահովման համար։ Էթիկական չափանիշներն առաջնորդում են իշխանություններին անհատների հետ արժանապատվորեն, արդարացիորեն և հարգանքով վարվելու հարցում, օգնելով կանխել խտրականությունը, իշխանության չարաշահումը և խոցելի խմբերի անտեսումը։ Այս ուղղությամբ Հայաստանի իրականացրած կարևոր քայլերի մասին է նշում Նաթյա Նացվլիշվիլին, հավելում, որ նաև անելիքներ կան, օրինակ հավասարության ապահովման մասին օրենքի ընդունումը, որպես խտրականության դեմ պայքարի կարևոր գործիք։ Ազգային ժողովի նախագահն ի դեպ իր ելույթում նշեց, իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին օրենքի նախագիծը գտնվում է ակտիվ քննարկման փուլում։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։